Կերամ ամարացի ամեն մի նոր հավաքածուն դա մի ճանապարհորդությունն է։ Այս անգամ նա մեզ բերել է Իտալիայի գրեթե ամենակոլորիտային վայրերից մեկը։ Դիմավորեք նեապոլիտանական հավաքածուն։ Դասական, ազգային ու ժամանակակից 3 համադրություն, որոնք հանդիպում են հազվադեպ։ Այս անգամ մարացին ձեզ կզարմացնի իր մոտեցմամբ։ Համեցեք ծանոթանալու նեապոլիտանական հավաքածուին։ Ողջույն բոլորին, Արենակ լայվն է շանթի եթերում, այսօր այս ծրկլի մի մարդ, ով չի երգում, բայց փոխարեն նվագում է գործիքների վրա, այն էլ մի քանի, եւ այսպես այսօր լայվ մեր արենայում դուդուկի նոր ընտրյալներ նախագծի հաղթող Գևորգ Կարապետյան։ Ողջունում եմ բոլորին։ Նախ շատ ուրախ եմ, որ այսօր Արենայի հյուրն եմ։ Այսօր ես եւ իմ ընկերները ձեզ կներկայացնենք շատ հին, լսված ու բայց այսօր շատ նոր շունչ ստացած մեր կողմից ստեղծագործություններ։ Կարծում եմ, որ դրանք շատ երկար կմնան ձեր հիշողությունների մեջ։ Հիմա ուզում եմ ձեր համար կատարեմ Արնո Բաբաջանյանի Սերենադա տրոբի այդ ստեղծագործությունը, բայց դուդուկով եմ կատարելու, կարծում եմ ձեզ դուր կգա։
ուզում ներկայացնեմ իմ ընկերոջը, շատ վաղեմի ընկերոջս, ում հետ որ շատ անգամներ հետաքրքիր Արտաս Ամանյան թե հայկական երգել ենք վերցրել եւ այսպես ասած միքսել ենք ու ժողովուրդը սիրել է։ Եկեք բոլորս ծափահարենք Արամեն Պետրին։ Այսօրվա համար էլ նորից մի հատ շատ լավ երգ ենք սարքել, կարծում եմ դուր կգա ձեզ։ Բարև ձեզ, բարի երեկո։ Տարիներ առաջ ենք ծանոթացել Գևորգի հետ, երբ որ այդ ժամանակ դեռ եթերում էր Դուդուկի նոր ընտրյալների նախագիծը, որտեղ Գևորգը դարձավ հաղթող, դա ծափահար են Գևորգին։ Ու այդ օրվանից տենց մեր ընկերությունը շարունակում է մինչ այսօր։ Somebody to lean on. Somebody to lean on.
Շնորհակալություն, Գևորգ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Գևորգ Կարապետյան, Արամեն Պետրի։ Բրավո, հրաշալի համար էր սա, շատ հետաքրքիր դիտվեց։ Քանի գործիք ես նվագում, Գևորգ։ Չես հաշվել։ Չէ, նես չի որ շատ են։ Մի 3-4։ 3-4, բոլորը փողային։ Այո։ Որն ես առաջինը սովորել։ Առաջինը մի քիչ այդ հարցը իմ մոտ մի քիչ հակառակն է եղել, ընդհանրապես սկսում են ավելի հեշտ գործիքից նվագելը, փողային գործիքների առումով եմ ասում։ Սկսում են շվից, բայց ես սկսել եմ ամենադժվար գործիքից, այսինքն շնչառական առումով որ ասեմ, սկսել եմ զուռնա նվագելուց, այսինքն զուռնա եմ առաջի գործիքս եղել է զուռնան։ Չգիտեմ տենց է ստացվել, ոչ թե ինչ-որ տենց եմ ուզել, բայց տենց ստացվել։ Դու գնում ես շվի, բայց տանը ուներ զուռնա, մենակ։ Շվից հետ էր գալի, տանը մենակ զուռնա ուներ, շվի դասերը զուռնայի վրա էր պարապում։ Շվի չեմ գնացել, ես զուռնայել գնացել ես։ Հենց զուռնայել, տենց տունն եմ սկսել նվագել։ Առաջի գործիքս, որ ընդունվել եմ երաժշտական դպրոց, եղել է կլարնետը։ Սարաջովի երաժշտական դպրոցը 5 տարի սովորել եմ կլարնետի բաժինը։ Իսկ ներողություն, ոնց կարող է տղան, որը սովորել է զուռնայի վրա եւ ավարտել է կլարնետի բաժին, դառնա հաղթող դուդուկի նորընտրյալները։ Փաստորեն ստացվում է, էլի։ Ասենք քո դեպքում ինչի նորընտրյալները լիներ, այդ բոլոր գործիքներից դու գնալու էր հաղթող ճանաչվեր երևի։ Դե չէ, տենց էլ չէր կարող լինել։ Հիմա մրցույթի մասնակցելու համար ես երբեք չեմ ընդունել այն ասվածը, որ կարևորը մասնակցությունն է։ Եթե ինչ-որ մրցույթի պետք է գնաս, ուրեմն անպայման գնում ես հաղթելու նպատակով։ Հիմա կամ կհաղթես, կամ չես հաղթի։ Բայց այն որ ասում են ոչինչ, լավ, կարևորը մասնակցությունն է, դա չեղավ։ Չէ, դու շատ լավ բան ես ասում, բայց ես բան չասեցի։ Ես բան չեմ ասում։ Ես ուղղակի մրցույթից խոսացինք ասեցի։ Լավ, էլ քանի գործիք, այսինքն կլարնետ, զուռնա, դուդուկ, սաքսոֆոն։ Սաքսոֆոն։ Ну, շվիել եմ նվագում, բայց տենց չէ էլի։ Գևորգ ջան, շատ ես աշխատում երգերի փոփոխությունների վրա, թե հիմնականում նվագում ես այն, ինչ որ դրված է եղել։ Նվագում եմ այն, ինչ որ դրված է, պարզ է, որովհետև մեր ոնց են ասում, հիմքին չենք կարող մենք կպնենք, բայց որոշ չափով, ինչքան որ թույլատրելի է, փորձում եմ փոխել, այ ոնց որ էսա Արնո Բաբաջանյանի երաժշտությունը էլի, ռիթմը մի քիչ փոխել ենք, ընդ ուրիշ ռիթմ, մենք ուրիշ ռիթմ, այսինքն անում ենք, փորձում եմ անեմ նենց, որ մարդկանց հաճելի լինի, բայց որ վատ բան չստացվի, էլի, չասեն չի կարելի տեն նման բան անել, էլի։ Լավ խելացի։ Հիմա երեկոյի ընթացքում էլ էլի ունենք նենց համարներ, որոնք որ կարծում եմ համ քեզ, համ մեր հեռուստադիտողին, համ էլ մեր հանդիսատեսին դուր կգա։ Շատ լավ, այս համերգին երկար եք պատրաստվել։ Մոտ 2.5 ամիս փորձերը այդքան գնացել են։ Բրավո։ Ինչ ես հիմա կատարելու։ Հիմա կկատարեմ ռումինական ստեղծագործություն Ատմելնիցա Դավագզալը ջրաղացից կայարան։ Ծափարություն է։ Գևորգ Կարապետյան։
Իսկ հիմա ուզում եմ կրկին անգամ բեմ հրավիրեմ մյուս ընկերոջս, իմ շատ սիրելի երգիչ, շատ լավ մարդ, շատ լավ ընկեր, Արմեն Դավթյանի, եկեք ծափարություններով դիմավորենք։ Ուրախ եմ գտնվելով գեղեցիկ երեկոյին, Գևորգ ջան, շնորհավորում եմ, ցանկանում եմ միշտ լինես արենայում։ Գեղեցիկ երգը, որ կատարեմ Աշուղ Ռուբիկ Դուդուկիս։ Հացրածային դուդուկ իմ հոգու հատիկ առանց քեզ իջքև ինչ ուրախություն ինձ հետ տարել ես անգամ տխրություն ծիծաղից լացից անբաժանակ էր միշտ օգնել ես ինձ և մեղնեմ ինձ հետ շատերին հասել, բազմաթիվ կարոտ սրտեր ես ուզել։ Որքան սիրող սիր իրար կունարել Շատին ես դիպել չապից դուրս վմել նույնից խելոքին խելքից ես անել աշխար է աշխար քեզ է շարժեցի անչափ հաճույքներ սերվայելեցի Ազգը շանաչեց,
Գևորգ Կարապետյան, ծափարենք։ Շնորհավորում եմ։ Իսկ հիմա ուզում եմ բեմ հրավիրեմ իմ առաջի ուսուցիչներին։ Այն մարդկանց, ովքեր որ ինձ դաստիարակել են երաժշտության մեջ, ընդհանրապես կյանքում, դրսում, ուզում եմ հրավիրեմ հայրիկիս եւ եղբայրիս Կոստի Ամոկուշ Կարապետյանին։ Ուրեմն ձեզ համար կկատարենք Գյումրվա շարան, Կալոսի պերկեն, Ղաշանգեն, Մայլի տղեն, մեկ էլ Գյումրվա տրնգին։ Էլի նորից նոր ձևով մշակված։
Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Բրավո։ Բրավո։ Իրոք։ Հա, շատ հրաշալի համար էր։ Եվ որ կպատմես մի քիչ ձեր գերդաստանի մասին, ինչպես ում մտքով անցավ առաջինը ձեր գերդաստանում, որ դուք պետք է սերունդներով զբաղվեք փողային գործիքներով։ Մեր գերդաստանը բոլորս երաժիշտներ ենք։ Ում մտքով անցել հորական պապիկիս եւ տատիկիս մտքով անցել, որ մենք պետք է երաժիշտ լինենք, որովհետեւ իրանք էլ են երաժիշտ եղել։ Պապիկիս կլաղնետա նվագել, տատիկիս երգել է։ Ուրեմն իրանց գեները շարունակվում են, այո։ Իրանց ծնողները ճիշտ որ ասեմ, չէ, իրանց ծնողները երաժիշտ չեն եղել։ Այսինքն որ սերունդն եք դուք արդեն, որերորդ, երրորդ, չորրորդ։ Դու երրորդ սերունդի ներկայացուցիչն ես արդեն։ Այո։ Բրավո։ Եվ առաջին գործիքը, որ հայտնվել է ձեր ընտանիքում, ասի կլարնետն է եղել։ Կլարնետը, այո, պապիկիս կլարնետը հարա եղել։ Հասկացա։ Իսկ հիմա դու այսքան ուսուցիչներ ես ունեցել, բացի նրանից որ կրթությունդ բարձրագույն է, շատ տարբեր տեղեր ես սովորել, դու ունես նաև ընտանիքում ուսուցիչներ։ Այդքան ուսուցիչներ ունենալու մեջ քո յուրահատուկ ձեռագիրը ինչ-որ մի կերպ ի հայտ բերել ես այս ընթացքում։ Նախ ասեմ նրան, որ երաժիշտը ընդհանրապես կապ չունի, երգիչ լինի թե երաժիշտ, ինչ-որ գործիքին տիրապետի, ես գտնում եմ սենց, հա։ Շատ ուսուցիչներ եմ ունեցել, ամեն մեկից սովորել եմ, շատ բան եմ սովորել, բայց վերցրել եմ նրանցից եւ փորձել եմ արտահայտեմ իմ մտածելավոճով, հա։ Դա ինձ թվում է արդեն ձեռագիր է, ինձ թվում է ժողովուրդը սիրում են։ Դե, պես էլ կա։ Այ օրինակ դու որ առանց նայելու ուղղակի լսես, որ հայրդ է նվագում եւ հորեղբայրդ է նվագում, առանց նայելու կհասկանաս որ մեկն է նվագում իրենցից կոնկրետ։ Իսկ իրանք էլ է դե բարձա, եթե դու կորեմ պապաս։ Հարցս ենթադրում էր նույն գործիքը, բայց լավ։ Բայց ասենք որ տարբեր դուդուկարներ լինեն, օրինակի համար կամ տարբեր կլարնետահարներ լինեն։ Անպայման կհասկանամ։ Ու ոչ միայն հորեղբորս, հիմնականում բոլոր մեր լավ երաժիշտների նվագելա ոճից ես հասկանում եմ արդեն ով է նվագում, այնտեղ ձայնի խնդիր կա, փչվածքի տեմբրի խնդիր կա, այո։ Հասկացա։ Ինչ ունենք հաջորդիվ։ Հիմա պետք է մի հատ հետաքրքիր գործ նվագեմ ձեր համար, կինտոների պարը, բոլորս գիտենք այդ պարը, հնուց եկած, էլ նորից նոր շունչ ենք այսօր տվել, մի քիչ հետաքրքիր ձևով ենք փորձել իմպրովիզացիա անենք, Թիֆլիսի ստեղծագործությունը։ Շատ սիրում է մեր Գարոն, ընկերս, Գյումրիից եկած կինտոների պարը, հատուկ իր համար ենք այս գործը նվագում։ Կարծում եմ դուր կգա բոլորից։ Համեցի։
Եք մի հատ ծափարենք այս գեղեցիկ պարողներին։ Ուզում եմ ձեզ համար հիմա կատարեմ մեր գյուղի, այսինքն հորականս գյուղի, Սոքլիս գյուղի մի ստեղծագործություն, որը որ կոչվում է հետ ու առաջ։ Ինքը շատ հետաքրքիր պար է։ Մի քիչ ուզում եմ այս պարի մասին խոսամ, հա։ Ուրեմն այս պարը եկել է Էրզրումից, այսինքն հորս պապերը այդ մեր գյուղի ամապրող բոլոր մարդկանց, ովքեր որ Էրզրումից են եկել, Էրզրումի պարը պարում են Կլոս շրջանում, հիմնականում լինում է ուրախ առիթների ժամանակ, այսինքն հարսանիքների ժամանակ, հենց գալիս են գյուղի մեջտեղը, գյուղի կենտրոնում ու այդ բոլոր հյուրերով իրար ձեռի բռնած այս պարը պարում են։ Հետաքրքիր բանը, հետաքրքիր ռիթմիկա ունի ինքը ու մեջն էլ պետք է նվագեմ Համշենա Հայերի Քոչարին, սա էլ է հետաքրքիր երաժշտություն։ Կարծում եմ ձեզ նորից դուր կգա։ Գնացինք։
Գևորգ Կարապետյան։ Համեցի Գևորգ։ Գևորգ, երբ ամեն ինչից խոսեցինք այսօր, նո համարյա, բայց քո հետագա պլաններից առասարակ չենք խոսել։ Ինչ կա հետագայում։ Շատ բաներ կան։ Շատ, ընդհանրապես մարդ չի կարա լինի ապրի, որը որ չունենա նպատակ ու հետագա պլաններ։ Նոր տեսահոլովակներ, նոր աշխատանքներ, ուզում եմ անպայման ունենալ իմ ձայնասկավառակը։ Անատական, երևի այս տարի, ոսու չասեմ, չեմ կարող ասեմ, էլի կոնկրետ օր, բայց անպայման անպայման, չէ, մոտակա կամ ես մի տարին կամ եկող տարի մի քանի ամիսների ընթացքում հաստատ։ Այսինքն աշխատանքները սկսելու եմ, բայց թե երբ կպրծնեմ չեմ կարող ասեմ, որովհետև դու էլ գիտես, որ ինքը շատ բարդ գործ է։ Կա առասարակ տենց տենդենց, ոնց որ տենց մտածելակերպ կա, ես անձամբ կարծում եմ տենց չի, բայց քեզ պետք է հարցնեմ։ Դուդուկը ճիշտ է, որ ինքը տխուր երաժշտության համար է։ Չէ։ Այդ հարցը ես շատ չեմ սիրում։ Ճիշտ հարց տվեց, հա, բայց Չէ, շատ սխալ հարց տվեցի։ Լավ, հիմա ես կլինի ես ընդեղից պատասխանեմ։ Այ, իհարկե։ Եթե դեռ է պատասխանը գնա։ Ես հարցը կրկնեմ, դու պատասխանի։ Հենց պատրաստ լինես, ասա կարող եք հարցը կրկնել։ Կավեն է դառնում, բայց ոչինչ։ Ես ճիշտ եմ հələ որ։ Կրկնեմ հարցը։ Այ Գևորգ, ինչ եք կարծում։ Դուդուկը հիմնականում տխուր երաժշտության համար է։ Եվ այնուամենայնիվ ինչ եք կարծում, Գևորգ։ Ինձ թվում է պատասխանեցի։ Պատասխանեցիք, ման չունեմ ասելու, շատերը ստացան այդ պատասխանը։ Լավ, բայց այնուամենայնիվ տխուր գործիք չի։ Այսինքն եթե ուզենանք, սենց ասեմ, ուրեմն տխուր չի, բայց իր լացացրած ուրիշ է։ Ուրեմն իր ձայնը, նենց ձայնը, որ աշխարհում այտենց պետություն չկա, այտենց ազգ չկա, որ չհասկանա։ Ես ասեմ, ուրեմն Չինաստանում չինական մշակույթը, մեկ էլ մեր մշակույթը շատ հեռու ենք, չէ՞ իրարից։ Երաժշտության մասին եմ խոսում։ 2011 թվականն էր, երբ որ համերգ տվեցինք Չինաստանում։ Այո, Չինաստանում հայկական օրերն էր այնտեղ։ Առաջի շարքում նստած չինացիները, որ նվագում էի, մի հատ գործ ունեի դամիտակ, այսինքն այդ քո ասած տխուր գործը, բայց ինքը տխուր գործ չի, ով է նելանն է, որը որ մենք բոլորս գիտենք, հա, այդ գործը, չինացին լացում էր, աշկովը սնգավ, որ աշկերից արցունքները նետում էր։ Իսկ որ ինչ-որ բան էր եղել։ Չէ, դժվար ինչ-որ բան էր լինի, որովհետև չինացիք հանգիստ է, այտենց Իրանց ինչ պետք է։ Հա, էլի, ոչ մի բան չի լինում, ինքան շատ են ինչ պետք է լինի իրենց։ Հանգիստ ապրում են ցավը։ Ու տենց տարբեր տեղեր ասենք, թե Եվրոպայում, թե ընդհանրապես Ռուսաստանում դուդուկը բոլոր տեղերը սիրում են ու բոլոր տեղերը գիտեն, որ դա դուդուկն է, ծիրանափողն է, հայկական։ Ի շնորհիվ մեր մեծ վարպետների Վաչեվ Սեփյանի, Ջիվան Գասպարյանի, եկեք մի հատ ծափարենք մեր մայստրոյին։ Նրան առողջություն լինի։ Շատ տարիների կյանք։ Եվ մեր մյուս վարպետներին։ Այո, ինչ ես կատարելու հաջորդը։ Ուրեմն նորից բեմ հրավիրեմ ընկերոջս Սևակին Ամրոյան։ Սևակ Ամրոյան։ Ծափարություններ։
Edin sirum patkerunes Edin sirum patkerunes Hay voske zamanahites Maşochchik 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 Edin şlavnes Hay voske zamanahites Maşochchik 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 Edin şlavnes Մշողջիկ թուղծամով վայլել է ու շատ խնձոր է համով վայլել է հազարի մեջ քեզ կսիրեմ իմ յարո իմ զարո ուրել գնաս քեզ կտիրեմ իմ յարո իմ զարո հազարի մեջ քեզ կսիրեմ իմ յարո իմ զարո ուրել գնաս քեզ կտիրեմ իմ յարո իմ զարո Սևակ Ամրոյան, Գևորգ Կարապետյան։ Շնորհավոր։ Ուզում եմ հիմա ձեր համար կատարենք մենք մեր խմբով մի հատ շատ գեղեցիկ երաժշտական ստեղծագործություն, որը որ կատարել է Կոհաս սիմֆոնիկ խումբը, մենք բոլորս գիտենք, կոչվում է Դդմա ջազ։ Երաժշտության անունն է այդպես։ Մենք մեր փոքր խմբով փորձել ենք ավելի հետաքրքիր լուծում տալ այդ երաժշտությանը։ Գնացինք։
Եկեք բեմ հրավիրենք, հա, Սոնա Ռուբենյանին, Սոնա ջան, արի։ Վաղեմի իմ ընկեր է, Սոն ջան։ Շնորհակալ եմ շատ։ Երգելու ենք I Will Survive երգը, իսկ մնացածը արդեն չեմ ասի։ At first I was afraid, I was petrified. Keep thinking I could never live without you by my side. But then I spent so many nights thinking how you did me wrong. And I grew strong, and I learned how to get along. And now you're back from outer space. I just can't get a body here with that sad look upon your face. I should have changed that stupid look. I should have changed your leave your key. If I had known for just 1 second, you'd be back to bother me. Go now, go. Walk out the door. Just steal around now, 'cause you're not welcome anymore. Want you the one that try to hurt me with goodbye. Think I crumble. Think I'll let out.
Սար ու ձորի միար խորոտ է բուջուր Բերեմ քեզի կարմիր խնձոր Քեզի բերեմ սարը ջուր Բերեմ քեզի կարմիր սոլեր Քեզի բերեմ շորեր խաս Որ դու հագնես երթանք շորեր Ընձի համով ակնտա Շնորհակալություն Սոնա Ռուբենյանին։ Վերջի ստեղծագործությունն է։ Ուրեմն հայկական ժողովրդական բառերի շարան։ Տանում, տենց երկ կա մի հատ։ Հիմա կնվագեմ կլսեք։ Գնացինք։ Ուզում եմ ներկայացնեմ իմ ընկերներին, ովքեր որ ամիսներ շարունակ ինձ հետ տանջվեցին, չարչարվեցին, որ այսօր այս գեղեցիկ երեկոն ձեզ
սիրելի հանդիսատես եւ հեռուստադիտող ձեզ հասնին։ Ստեղնաշարային գործիքներ Արմեն Սահակյան։ Ստեղնաշարային գործիք Արտուր Մելքոնյան։ Ջութակ Արսեն Անդրեասյան։ Ակարդիոն Ներսիկ Ստեփանյան։ Թար Դավիթ Ավակյան։ Քամանչա Վարդան Բաղդասարյան։ Իմաստն հարվածային գործիքների։ Եղբայրներից մի հատ ներկայացնեմ։ Վերկաշ Էդգար Կարապետյան։ Դհոլ Կարո Կարապետյան։ Եվ Հովանես Աթաբեկյան։ Շնորհակալություն շատ։ Համ երգ, համ նվագ, համ պար, այս է կոչում Arena Live, իսկ այսօր մեզ մոտ տաղանդա շատ և բազմաշնոր Գևորգ Կարապետյանն էր, կհանդիպենք հաջորդ շաբաթ։